Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային այցով Գյումրիում էր, ինչու ոստիկանությունը չկարողացավ բերման ենթարկել Սուրիկ Խաչատրյանի որդուն, որտեղ էր նա, գողական մտածելակերպի Բաղրամյան 26-ից իջեցվող հրահանգների շուրջ զրույց ոստիկանապետի հետ։ Գողականները իշխանության մեջ են, դրանից է, որ հասարակությունն շարունակ։ Գողականները իշխանության մեջ չկան, բայց մտածելակերպ ունեցող մարդիկ կան։ Տաքսու վարորդների կազմակերպած բողոքի ակցիան չկայացավ, ոստիկաններն արեցին հնարավորը, որ ոստիկանապետի այցի ընթացքում բողոքի ձայն չհնչի Գյումրիից։ Բողոքի ձայն Բաղրամյան 26-ի դիմացի պաշտպանություն բարակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատների միջադեպի մասին Սեյրան Օհանյանը տեղեկություններ չունի։ Հիմնադիր խորհրդարանի անդամները նամակներ հանձնեցին Հայաստանում գործող դեսպանատներին եւ միջազգային կազմակերպություններին, հայտարարում են այդ կառույցները պարտավոր են ահազանգ հնչեցնել այն անօրինականությունների դեմ, որոնք կատարվում են գործող իշխանությունների կողմից։ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր երկրորդ քաղաքի ընդհանուր օպերատիվ իրավիճակին ծանոթանալու նպատակով։ Մինչ աշխատանքային խորհրդակցություն անցկացնելը նախ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրուցեց։ Մայիսի 2-ին Սյունիքում տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո ինչպես գործեց ոստիկանությունը, որ միջադեպի մասնակից Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն Տիգրան Խաչատրյանին իրավապահ մարմինները հանձինս ոստիկանության չկարողացան բերման ենթարկել։ Գալայի այս հարցին արձագանքելով Վլադիմիր Գասպարյանն ասաց, թե այդ օրերի ընթացքում ոստիկանությունն ուղղակի փորձում էր գործել օրենքի սահմաններում։ Պետք է սովորել օրենքով աշխատել։ Օրենքով, երբ դու անօրինականության դեմ փորձում ես առնել անօրինականությամբ, դու նույն իրավախախտն ես դառնում։ Հիշեցնենք, օրեր շարունակ ոստիկանությունն ու քննչական կոմիտեն նամակագրությամբ էին զբաղված։ Ոստիկանությունից հայտարարում էին, թե Տիգրան Խաչատրյանին բերման ենթարկելու որոշում դեռևս չկա եւ որ նման հրահանգ չեն ստացել, քննչական մարմնից էլ տեղեկացնում էին, թե նման ցուցում կա, այն գրավոր ուղարկվել է ոստիկանություն։ Հետո պարզ դարձավ, որ Տիգրան Խաչատրյանին ոստիկանները բերման ենթարկել չեն կարող, քանի որ նա Հայաստանից բացակայում է։ Ոստիկանությունը պրոֆեսիոնալ չգործեց, որ Տիգրան Խաչատրյանին հաջողվեց հատել սահմանը, թե այլ խնդիր կար, հետաքրքրվեցինք ոստիկանապետից։ Իսկ ուր էր այն մարդը, որը մեղադրվում է, դուք գիտեք, որ 3 օրեր հայտարարություններ չկային։ Ոչ մեկ չէր խոսում դրա մասին։ Ոստիկանությունը կարող էր անօրինական մեթոդներ օգտագործել, ճնշել ծեծվածներին եւս մեկ անգամ ճնշել, որպեսզի ցուցմունք տան, աներ ոստիկանությունը, դա չի արել, ոստիկանությունը չի պատրաստվում անել։ Եվ պետք է դադարի մեր հասարակությունը, պետք է դադարի ինքը օգտագործեմ տերմինս գողական մտածելակերպ ունենալ։ Երբ որ ծեծում են, երբ որ ծեծվում են, մենք չենք ասի գնացեք գտեք, դուք չեք ասի, մենք էլ չենք գտնի։ Վլադիմիր Գասպարյանի ասածից ենթադրվում է, որ կոնկրետ այս միջադեպի հարցում ոստիկանությունը կոնկրետ քայլեր չի ձեռնարկել ու միջադեպի մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ էլ շահագրգռվածություն չի ցուցաբերել, քանի որ տուժող կողմը բողոք չի ներկայացրել։ Ոստիկանապետին հարցրեցինք, եթե անգամ ընդունենք, որ դա այդպես է եղել, ապա ընդհանրապես Հայաստանում որոնք են իրավապահ մարմինների ֆունկցիաները։ Ոստիկանության օպերատիվ փնտրողական գործունեությունը դա ծավալուն, բազմատեսակ եւ բազմաբնույթ գործողություններ են։ Նրանց մեջ մտնում է եւ համոզելը, նրանց մեջ մտնում է եւ ստեղծել այնպիսի իրավիճակ, որ հետախուզվողը փախուստի դիմաց մարդը հասկանա, որ բոլոր ճանապարհները փակ են։ Այնուամենայնիվ ոստիկանությանը հաջողվել է պարզել, որ Սյունիքում տեղի ունեցած միջադեպից հետո Սուրիկ Խաչատրյանի որդին գտնվել է Ուկրաինայի Օդեսա քաղաքում։ Ու քանի որ անձամբ Վլադիմիր Գասպարյանը հաճախակի է սիրում կրկնել, որ պետք է պայքարել արատավոր եւ գողական երևույթների դեմ հանցագործությունների թիվը կրճատելու համար, հարցրեցինք, թե միգուցե այդ գործընթացն այնքան էլ լավ չի ստացվում Սյունիքի մարզպետի որդու պարագայում։ Բայց ով ասել, որ Սուրիկ Խաչատրյանի որդուն պետք է կպցնել այդ պիտակները, մինչև դեռ ստոպ ոստիկանությունը երբեք զգացմունքներով կամ սրան սիրելով կամ նրան չսիրելով չպետք է ղեկավարվի։ Գողականները իշխանության մեջ են, դրանից է, որ հասարակությունն շարունակ։ Գողականները իշխանության մեջ չկան, բայց մտածելակերպ ունեցող մարդիկ կան ամենտեղ։ Եվ լրագրողների մեջ, եւ մեր մեջ,
եւ մեր մեջ, ինչու՞մն է բանը, դուք էլ, մենք էլ, մյուսներն էլ, մեր այս հասարակության մասերն են կամ բաժան, ինչա ձեր մոտ կաշառակեր ու սրիկա լրագրող չկա, ուզում եք 15 րոպե հետո մի ջուժին հանեմ դատարանի առաջ։ 80%-ը Բաղրամյան 26-ի կողմից է ֆինանսավորվում։ Փեսայի հովանավորության տակ գործող Փեսան, ով է, ուրեմն լսեք, ուրեմն երբ որ գիտեք, ես դա կարող եմ որպես հայտարարություն ընդունեմ։ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ վերջերս տեղի ունեցած հերթական միջադեպի ու Խաչատրյանների ընտանիքի հետ կապված մյուս հանցագործությունների հարցը վերջին օրերին ակտիվ քննարկվեց նաև խորհրդարանում։ Քննադատական ելույթով հանդես եկավ Ժառանգություն խմբակցության падգամավոր Զարուհի Փոստանջյանը, որից հետո падգամավորը մեծ զրույցում հայտարարեց, թե Սուրիկ Խաչատրյանն իրեն սպառնացել է, մասնավորապես ասելով, թե դրա պատասխանը տալու է։ Ուստի Վլադիմիր Գասպարյանից հետաքրքրվեցինք, թե այս ուղղությամբ ոստիկանությունն արդյոք քայլեր ձեռնարկել է եւ Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը որպես հաղորդում ընդունվել է։ Ընդունվում կարծում եմ եւ դատախազությունն է զբաղվում դրանով այդ հայտարարությունով, մտածում եմ այդպես ինֆորմացիա չեմ, իսկ մեր մոտ որպես կանոն ուսումնասիրություններ են նշանակում։ Տարանջվատում ում ֆունկցիաների մեջ է դա եւ ում ֆունկցիաների մեջ է նրանք կկատարեն դա։ Երբ խոսք գնաց ոստիկանության նկատմամբ հասարակության վստահության պակասից, Վլադիմիր Գասպարյանին հարցրեցինք, թե չի կարծում, որ պատճառն այն է, որ ոստիկանությունը կաշկանդված է գործում հիմնականում Բաղրամյան 26-ի հրահանգներով։ Հարցը լսելուն պես սկսեց վստահեցնել, թե երբևէ Սերժ Սարգսյանից ցուցումներ չի ստացել։ Պարոն Գասպարյան, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը արդյոք կաշկանդված չէ եւ չի իրականացնում Բաղրամյան 26-ի հրահանգները։ Ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի երբ կսկսեմ վստահել ոստիկանությանը։ Գիտեք ինչ կա, ոստիկանությանը վստահելու համար պետք է աչք ունենալ եւ ականջ ունենալ եւ պետք է ցանկանալ դա տեսնել։ Երբ մարդը չի տեսնում, երբեք չի վստահելու։ Երբ մարդը տեսնում է եւ արդարացի է, ինչ որ մի ժամանակ կվստահի։ Ինչ վերաբերում է կաշկանդվածությանը, ես նախ առաջինը, ես կաշկանդված մարդու տպավորություն ոչ մեկի վրա չեմ թողում եւ չկամ կաշկանդված։ Եվ գիտեք ոնց ասեմ, պաշտոնապես ասում եմ, հա, դա բառ օգտագործեմ, երբեք ոչ մի անգամ ոչ մի ներգործություն ոստիկանության վրա չի եղել եւ չի կարող լինել։ Ոչ մի տեղից, իսկ ինչ վերաբերում է Բաղրամյանին, գերագույն գլխավոր հրամանատարը երբեք ոչ մի անգամ, ոչ մի ցուցում չի տվել ինձ որպես ոստիկանապետի այսպես կամ այնպես անել։ Միշտ այդ թվում բոլոր միշտ սпасելա զեկուցին, լսելա զեկուցը եւ ասելա արեք այնպես, ինչպես օրենքն է պահանջում։ Այսօր Գյումրիի կենտրոնական հրապարակում նախատեսված էր քաղաքի անհատ տաքսի մեքենաների վարորդների բողոքի ակցիան, որն ինքնաբուխ էր, սակայն ժամանակից շուտ տարածք այցելած ոստիկանները եւ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները սկսել են հատուկ աշխատանք տանել վարորդների հետ, նշելով, թե իրենց գործողությանը խոչընդոտողներ չեն լինի, տուգանքներ չեն կիրառի առաջիկայում, ուստի հավաքվելու նպատակ չկա։ Նույնը նշում էին նաեւ Գյումրիի քաղաքապետարանի առևտրի եւ սպասարկման, ինչպես նաեւ ապօրինի շինությունների բաժինների պետերը, ովքեր ընդգծենք, որ որևէ կապ չունեն տաքսու վարորդների բողոք դժգոհությունների հետ։ Հավաքը չկայացավ եւ իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանը գալայի հետ զրույցում նշեց, որ համապատասխան ծառայությունների աշխատակիցները հնարավոր ամեն բան արեցին գյումրեցի տաքսիստներին այսօր լռեցնելու համար, քանի որ միևնույն ժամանակ Գյումրի է այցելել Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Ես գիտեմ, որ վարորդները այսօր պիտի կային, պիտի հավաքվեին, այնպես ստացվեց, ինչպես ստացվում է միշտ, անհամարժեք ներկայություն ոստիկանական ուժերի, ազգային անվտանգության ծառայության, քաղաքապետարանի ինչ-ինչ բաժինների, որոնք այս ամենի հետ, չգիտեմ, կապ ունեն, թե կապ չունեն։ Հիշեցնենք, որ տաքսի մեքենաների վարորդներն իրենց դիմումին ի պատասխան նամակ էին ստացել տրանսպորտի եւ կապի փոխնախարարից, որով գյումրեցի տաքսիստների պահանջները մերժվել էր, ինչն էլ այսօրվա հավաքի հիմնական պատճառն էր։ Պատասխանը ջրիկ պատասխան է, շրջանցող պատասխան է, տարասխալներով պատասխան է, ԵԴՀՄ-ի մեր իշխանությունը 6 էջանոց դիմումին ընդամենը կես էջանոց պատասխան է, որտեղ փաստորեն մերժվում է վարորդների իրավացի պահանջը։ Գյումրեցու համար պիտի սկիթկային են, բանը բդենեմ, ես քաղաքը կրնամ ոդի կայնի։ Հնարավոր չէ, ես քաղաքի վիճակը չեք տեսնի ինչ է։ Պետք է պայման ստեղծել, երբ որ դու
ընտանիքիդ հաճ ես տանի, ընտանիքի մարդն ես, ինչը պետք է պայման ստեղծես, քո ընտանիքը դիշ եղնի։ Նույնն է մեր քաղաքը, դի ստեղծվի միսի պայմաններով մարդիկ կարողանան ապրել։ Երբ որ ես կաշխատեմ, արդեն ունիմ հնարավորություն աշխատելու, այդ վաղ խնդրեմ, կանսեն ես վերցրեք ձեր գումարը ինչ որ պետք է, բայց հնարավոր չէ, մի հնարավոր չէ։ Այսօր Բաղրամյան 26-ի դիմացի պաշտպանություն բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատների տեղի է ունեցել բողոքի ակցիա։ Հիշեցնենք, բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողները մայիսի 13-ին նախագահական նստավայր էին գնացել դեռ 7 ամիս առաջ Սերժ Սարգսյանին ուղղված իրենց դիմումի պատասխանը ստանալու համար, սակայն հանդիպել էին ոստիկանների դիմադրությանը, ովքեր կանանց բռնի ուժով մի մայթից մյուսն էին տեղափոխել։ Գալան պաշտպանության նախարարից հետաքրքրվել է, թե ինչ գնահատական կտա ոստիկանների գործողություններին։ Այս առնչությամբ Սերյան Օհանյանը նշել է, որ ինքը չի դիրապետում իրավիճակին եւ չի գտնում, որ խնդիրը, որը բարձրաձայնում են զինծառայողների մայրերը, իրավական դաշտում է։ Դիտարկմանը, որ զոհված զինծառայողների հարազատները պնդում են, որ իրենց զավակներին սպանել են եւ նաեւ կոնկրետ անուններ են հնչեցնում, պաշտպանության նախարարը արձագանքել է։ Հրամանատարների անունները, որոնք որ նրանք նշում են, դրանք բոլորը գտնվում են իրավական դաշտում, այսինքն այն հրամանատարները, որոնք ադմինիստրատիվ դաշտում են ինչ-որ խախտումներ կատարել, պաշտպանության նախարարության ղեկավարության կողմից համապատասխան տույժ են ստացել, իրավական դաշտի ոլորտի պատասխանատուներն այդ ուղղությամբ աշխատում են։ Հավելենք, որ այսօր տեղի ունեցած ակցիայի ժամանակ մասնակիցներն իրականացրել են ստորագրահավաք, որով պահանջել են Սերժ Սարգսյանից անհապաղ լուծում տալ ոչ թե կորույս մայրերի հարցերին։ Այսօր ազգային ժողովում տարեկան հաշվետվությամբ հանդես եկավ գլխավոր դատախազի իր ելույթում Գևորգ Կոստանյանը բավական երկար ժամանակ խոսեց կոռուպցիայի վերացման, անպատժելիության եւ այլնի մասին։ Ավելին վերջինս չի ընդունում այն քննադատությունները, թե իր դատախազ նշանակվելուց հետո շատ փորձառու կադրեր մնացին համակարգից դուրս։ Ազգային ժողովի հակխմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Կոստանյանին փոխանցեց խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի պահանջը, հիշեցնելով վերջերս նախագահականի դիմաց տեղի ունեցած դեպքերը եւ ոստիկանության պահվածքը, այն անվանելով վայրագություն։ Իրականում, գիտեք, մեր հասարակության մեջ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ եթե ոստիկանը ուժ է կիրառում, դա արդեն հանցագործություն է, տես չի։ Ոստիկանությունը, ինչպես մեր երկրում, այնպես էլ աշխարհի ցանկացած երկրում, այն եզակի մարմիններից մեկն է, ով օրենքով մանդատ ունի ուժ կիրառելու։ Այլ հարց է, որ մենք պետք է քննարկենք, արդյոք այդ ուժը կիրառվել է համաչափ, կիրառվել է անհրաժեշտ։ Գլխավոր դատախազությունը գործի շահերից ելնելով նպատակարար չի համարում հրապարակել, թե մարտի 1-ի զոհերի ծնողների հետ հանդիպումից հետո գործն ինչ ընթացք է ունեցել։ Կոստանյանը սակայն եւս մեկ անգամ խոստացավ, որ սայլը տեղից կշարժվի, եթե անգամ այդ գործընթացը այս պահին падգամավորների եւ մյուսների համար տեսանելի չէ։ Ազգային ժողովի մյուս падգամավորների Կոստանյանին ուղղված հարցերը ընդմիջվեցին կառավարություն ազգային ժողով հարցպատասխանով։ Падգամավոր Նիկոլ Փաշինյանը վարչապետ Հովիկ Աբրամյանին հիշեցրեց այս տարվա փետրվարի 12-ին ՀԿ խորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Սարգսյանի հայտարարությունը եւ չմուծված միլիարդավոր հարկերի մասին օտում արկախված լուրերը։ Նա նաեւ մեջբերեց Հովիկ Աբրամյանի պատասխանը։ Ես ականջալուր եղա ձեր հորդորին։ Վարչական լծակները, որ ես ունեմ, ես պիտի կյանքի կոչեմ։ Ես ինքս մեծ անելիքներ ունեմ եւ անելու եմ գործնականում։ Օգտագործելու եմ նաեւ իմ վարչական լծակները, վարչապետի լիազորությունները եւ այն մարդիկ, ովքեր առաջին 1, 2, 3 անգամ ասելու չեն ընկալում, մի քանի անգամ պիտի ասենք, մի հատ էլ բամփենք։ Ուրեմն նախ տեղեկացրեք, արդեն 3 ամիս է անցել, այս օթում կախված լուրերը ինչ են եղել, որովհետեւ հանրությունը տեղեկատվություն չի ստացել, եւ հետո պարոն Աբրահամյան, ես անկեղծ ասած ուսումնասիրել եմ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, վարչապետի լիազորությունների մեջ ինչ որ բամփել չգտա, եթե կարելի է հանրությանը պարզաբանեք նաև թե կոնկրետ ինչ նկատի ունեք բամփել ասելով, նաև տեղեկացրեք, ի վերջո բամփեցիք, չբամփեցիք, այդ պատմությունը ինչ եղավ։ Ֆինանսների նախարարը ինձ խոստացել է մինչև մայիսի վերջ, հունիսի 5-ը վերջնական տեղեկանք ներկայացնի աշտարակների արդյունքների մասին։ Իսկ ինչ վերաբերում է մեր երկխոսությանը, Հանրապետության նախագահի, դա դուք գիտեք, որ եղել է կուսակցական հանդիպում, կուսակցություն քննարկում եւ այո, նման մտքերի փոխանակում եղել է եւ դա վերաբերվել է ընդհանուր կոնտեքստով բոլոր այն մարդկանց, բոլոր
այն գործարարներին, ովքեր որ զբաղվում են բիզնեսով եւ հարկերը չեն վճարում։ Փաշինյանը խոստացավ հաջորդ քառօրյային ինքը դարձյալ այս հարցը բարձրաձայնելու է, որպեսզի ծանոթանա ֆինանսների նախարարության կատարած աշխատանքի հետ։ Հարց պատասխանից հետո վարչապետ Հովիկ Աբրամյանը մեկնաբանեց նաև իր որդու Արտաշատի քաղաքապետ առաջադրվելու մասին լուրերը։ Ինքը Արտաշատի դպրոցում է սովորել, ունեն ընկերներ։ Ինքը ինձ ուղղակի ասաց, որ նման առաջարկ եմ ստացել։ Ձեր խորհուրդը որպես հայրիկ, որպես նաև վարչապետ, ասել եմ, որ ծանր պատասխանատու աշխատանք է, եթե հաջողի ընտրվեք, արտաշատցիները ձեզ ձայն տան, նաև իհարկե ծանր աշխատանք, նաև պատվաբեր։ Ինքդ որոշի, եթե դու կարող ես այդ բեռը վերցնել, գնա առաջադրվի եւ ընտրվի։ Ես չեմ միջամտելու։ Շնորհակալ։ Քաղբանտարկյալներին ազատ արձակելու եւ նրանց նկատմամբ հետապնդումները դադարեցնելու պահանջով այսօր հիմնադիր խորհրդարանի անդամները նամակներ հանձնեցին Հայաստանում գործող դեսպանատներին եւ միջազգային կազմակերպություններին։ Հայաստանում հավատարմագրված դիվանագետները տեղյակ են երկրում տեղի ունեցող իրադարձություններին եւ պարտավոր են ահազանգ հնչեցնել այն անօրինականությունների դեմ, որոնք կատարվում են գործող իշխանությունների կողմից, լրագրող ներդրություն նշեց Վարդան Հակոբյանը։ Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչը համոզված է, որ միայն հասարակության եւ միջազգային կառույցների ճնշումների ներքո ազատ արձակվեց 100-ամյակն առանց ռեժիմի շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն ու կալանավորված հիմնադիր խորհրդարանի մյուս անդամները։ Իսկ ինչն է ամենաճճացող փաստը, որ վերականգնում է կոմունիստական ստալինյան բռնապետությանը բնորոշ գործելամեթոդներ, իրականություն, որի արդյունքում մենք ունենում ենք այլախոհների մի ամբողջ բանակ, որոնք հայտնվում են բանտում։ Այսինքն ճիշտ է, հիմնադիր խորհրդարանի անդամները ազատվեցին բանտից, կալանքից, բայց դեռ կարճված չի իրենց նկատմամբ հալուսված գործը։ Ու չնայած իրենց համակիրներն ազատ են արձակվել, սակայն ըստ Վարդան Հակոբյանի դեռևս 12 քաղբանտարկյալ կա Հայաստանում։ Խոսքը ցեղակրոն կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների, ինչպես նաեւ Հայկ Գյուրեխյանի եւ ազատամարտիկ Վոլոդիա Ավետիսյանի մասին է։ Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչների գնահատմամբ միջազգային կառույցները պարտավոր են իրենց գնահատականները տալ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, հատկապես այն պարագայում, որ նրանք ֆինանսական աջակցություններ են տրամադրում մեր երկրի իշխանություններին այս կամ այն ոլորտում բարեփոխումներ իրականացնելու նպատակով եւ հետեւաբար չպետք է չեզոք դիրքում մնան։ Հայաստանը այսօր ղեկավարող այս ռեժիմը իրավունք չունի հավասարի նստի ժողովրդական այն երկրների հետ միասին նույն սեղանի շուրջ, քանի դեռ ինքը չի լուծել այս խնդիրները իր երկրում առավել եւս։ Իրավունք չունենք թույլ տալու վերականգնել ստալինյան ավանդույթները եւ պարզապես մարդկանց քաղաքական հայացքների համար նրանց փակել բանտերում։ Հիմնադիր խորհրդարանի անդամները եղան Հայաստանի Հանրապետությունում, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Գերմանիայի դեսպանատներում, ինչպես նաև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում եւ Եվրոպական միության տեղի կառույցում։ Հիմնադիր խորհրդարանի անդամ Գագիկ Սարուխանյանը նշեց, որ չնայած միջազգային կազմակերպությունները եւ մեր երկրում հավատարմագրված դեսպանները շատ հաճախ չեն բարձրաձայնում այն խնդիրների մասին, որոնք առկա են, սակայն դա չի նշանակում, որ նրանք դրանցից տեղյակ չեն։ Բացի այդ, ըստ Սարուխանյանի, Սերժ Սարգսյանը պարտավորություններ ունի նույն այդ կառույցների նկատմամբ։ Անպայման պետք է իրանց տեղյակ պահվի, որ ձեր պարտները, Հայաստանը, անձինս Հայաստանը ներկայացնող Սերժ Սարգսյանը ի վիճակի չի երկրում նման եւ դա որոշակի կուլուարներում ճնշումների առարկա դառնում է եւ մենք դրա պարզ ուրեմն բանը ունենք օրինակը այս մեր հիմնադիր խորհրդարանի ակտիվիստներին ազատ արձակելու գործում։ Հիմնադիր խորհրդարանի անդամները նաև նշեցին, որ իրենց իրազեկման ակցիաները կրելու են շարունակական բնույթ, հավելելով, որ չնայած իրենց գործողություններում մարտավարական որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, սակայն նպատակները մնացել են նույնը՝ գործող իշխանությունը նրանց խոսքով օր առաջ պետք է հեռանա։ Հետի կողմից հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ուղղված էլեկտրաէներգիայի սակագինը 40%-ից ավելի բարձրացնելու առաջարկը տնտեսագետ Ավագ Խամոյանը անօրինական է համարում, զուտ այն պատճառով, որ թանկացման պատճառաբանության մեջ տրամաբանություն չի տեսնում։ Այն, որ տարիների ընթացքում պարտքեր են կուտակվել եւ այդ պարտքերը վճարելու համար էլեկտրաէներգիայի սակագին է բարձրացվում, դա հիմնավոր բացատրություն չէ տնտեսագետի համար։ Նաեւ այն պատճառով, որ հեծը Հայաստանի խոշոր հարկատուների շարք է եղել։ Տնտեսագետը նշեց նաև, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման բացասական հետևանքներն առաջնահերթ կզգա Հայաստանում պաշտոնապես աղքատ ճանաչված ազգաբնակչությունը։ Բնակչության այդ խումբը ծայրահեղ կաղկատանա, քանի որ ըստ տնտեսագետի 5-ից 10%-ի գնաճ կարձանագրվի նաև առաջնային սպառման ապրանքատեսականու շուկայում։
Հայաստանի էլեկտրական ցանցերը խոշոր հարկատուների շարքում է եղել։ Դա նշանակում է, որ շահույթ ստացել է, ու քանի որ շահույթ եղել է, իր ծախսերը ծածկել է իր եկամուտների հաշվին, ուստի հնարավոր չէր, որ հենց այնպես պարտքեր գոյանային։ Իրենց տրամաբանությունը հետևյալն է. ծախս են անում, ժողովուրդն էլ պետք է փակի։ Ինչու՞, թող իրենց ծախսերը կրճատեն, իրենց աշխատավարձից սկսեն եւ իրենց ծախսերի կրճատման հաշվին ներկայիս սակագինը պահեն։ Այսօր շարունակվել է ազգային ժողովի քառօրյան, քննարկվել է Հայաստանի Հանրապետության նախագահի ներկայացրած 2014 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու Զարգացման բանկի միջև Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը։ Պատգամավոր Հրանտ Բակրատյանը հարց ուղղելով հիմնական զեկուցող տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյալին ասել է, որ համաձայնագրում հստակ հայտնվում է ենթավարկառու կերպարը։ Այսինքն, երբ որ կառավարությունը ստանում է փողը, տալիս է համայնքներին, հասկանալի չէ այն տնտեսական մեխանիզմը, որով համայնքը 15 տարի հետո պետք է հետ տա այդ գումարը։ Եվ այստեղից կասկած է առաջանում նման վարկերի արդյունավետության մեջ։ Իմ մոտ այն տպավորությունը կա, որ այդպիսի վարկերի վրա որպես դեվիզ ոնց որ գրած լինի արի ինձի կեր։ Մենք առաջարկում ենք, որպեսզի դուք այս հարցը ենթավարկառուի ինստիտուտը լուծեք։ Շնորհակալություն։ Պարոն Բագրատյան, ենթավարկառուի ինստիտուտի հարցը լուծված է, մեր համաձայնագիրը օրենսդրության մեջ տեղավորվում է եւ ինչ վերաբերվում է նրան, որ համայնքները դա չեն վերադարձնի, թույլ տվեք չհամաձայնվել դրա հետ, որովհետեւ համայնքները իրենց բյուջեների հնարավորության սահմաններում այդ հաշվարկներին ծանոթ են եւ պատրաստ են այդ վարկը վերադարձնելու։ Ինչ վերաբերվում է վարկի ընդհանուր ձեր գնահատականին, ապա այստեղ էլ երևի թե չպետք է համաձայնվել, որովհետեւ 7 միլիոն վարկը, այսինքն 3.5 միլիոն վարկը եւ 3.5 միլիոն դրամաշնորհը ամբողջովին գնալու են աղբավայրի նոր աղբավայրի կառուցմանը եւ մեքենա մեխանիզմների ձեռքբերմանը։ Վիեննայում ավարտվեց Եվրատեսիլ 2015 մրցույթի առաջին կիսաեզրափակիչը Հայաստանը ներկայացնող ջինի օլիջի խումբը ելույթ ունեցավ երկրորդ համարի ներքո եւ անցավ եզրափակիչ փուլ։ 16 երկրների մասնակիցներից եզրափակիչ փուլը անցան նաև Ալբանիայի, Ռուսաստանի, Ռումինիայի, Հունաստանի, Էստոնիայի, Հունգարիայի, Վրաստանի, Սերբիայի եւ Բելգիայի ներկայացուցիչները։ Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 21-ին, իսկ եզրափակիչ փուլը մայիսի 23-ին, որի ընթացքում ելույթ կունենան նաև մեծ հնգյակի երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, ինչպես նաև Ավստրիան եւ Ավստրալիան։ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր երկիրը Ռուսաստանի հետ գտնվում է իսկական պատերազմական իրավիճակում։ Պորոշենկոն կարծում է, որ Ուկրաինայի արևելքում ռուսամետ զինված ուժերն ամռանը պատրաստվում են նոր զինված հարձակման։ Ես կարծում եմ, որ մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Ես ոչնչից չեմ վախենում, սակայն կարծում եմ, որ նրանք նոր հարձակում են նախապատրաստում, նշել է Պորոշենկոն։ Մենք պետք է հավատարիմ մնանք նաև Մինսկի պայմանավորվածություններին, հրադադարի պահպանում, ծանր զինտեխնիկայի հեռացում, ԵԱՀԿ-ի դիտորդներին բոլոր տարածքներին հասանելիության ապահովում, սակայն այդ ամենը չեն պատրաստվում անել ոչ Կրեմլը եւ ոչ էլ ահաբեկիչները, ովքեր ստանում են նրա աջակցությունը, նշել է Ուկրաինայի նախագահը։ Մանրակրկիտ մտածված փոխանցումը կատարվեց, ամբողջը խանդավառությամբ կոչեց եւ Վլադիմիր Պուտինը հմտորեն տափողակն ուղարկեց դեպի դարպասը, գրում է Գարդիանի թղթակից Շոն Ուոքերը։ 62-ամյա նախագահը գլխավորել է հոկեյի ազգային լիգայի լեգենդների թիմը եւ հաղթել 18-6 հաշվով, անձամբ դառնալով 8 գոլի հեղինակ։ Հոկեյի մրցախաղը կփարատի վերջին կասկածները Պուտինի առողջության մասին, նշում է հեղինակը։ Պուտինի պաշտամունքը նոր մակարդակի է հասել։
Նրան միշտ նկարահանում են տարբեր հնարքներ իրագործելով, իրական մաչոների ոգով։ Իսկ օրերս Պետերբուրգում կազակների խումբը հանդիսավորությամբ բացեց Պուտինի հուշարձանը հռոմեական կայսրերի կիսանդրիների ոճով։ Պուտինի պաշտամունքը բարձրանում է նոր մակարդակի այն բանից հետո, երբ անցած տարի բռնակցվեց Ղրիմը, գրում է հեղինակը։ Խանութներում եւ կրպակներում վաճառվում են վերնաշապիկներ, գավաթներ եւ բանալիների օղակներ, նրա դիմանկարով, տարբեր հերոսական դիրքերում։ Սակայն Ռուսաստանի սահմաններից դուրս ոչ բոլորն են նման բարձր կարծիքի այդ երկրի նախագահի մասին։ Օրինակ Ռիգայում ցուցադրվեց որմնանկար, որտեղ պատկերված էր Պուտինը խաչին կանված։ Լատվիայում Ռուսաստանի դեսպանությունն այս առիթով արդեն հասցրել է արտահայտել իր վրդովմունքը։ Կոլումբիայի հյուսիս-արևմուտքում Սալգար քաղաքում եւ մոտակա Ավանում սողանքների հետևանքով զոհվել է 78 մարդ, 40-ը վնասվածքներ են ստացել։ Հնարավոր է, որ զոհերի թիվն ավելանա։ Սողանքների պատճառ են դարձել տևական անձրևները, ինչի հետևանքով Լիբորիանա գետը հունիս դուրս է եկել։ Տեղի իշխանությունների հաղորդման համաձայն ամբողջովին ոչնչացել է Սանտա Մարգարիտա Ավանը։ Զգալիորեն տուժել է Սալգար քաղաքը, որի բնակիչներն անակնկալի են եկել, քանի որ սողանքները սկսվել են կեսգիշերին։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները։ Նշենք, որ այդ երկրում հաճախակի են նման աղետներ տեղի ունենում 2010-11 թվականներին նույնպես Կոլումբիայում տեղատարապ անձրևներ եւ սողանքներ են եղել, որոնց արդյունքում զոհվել է շուրջ 1500 մարդ, ավերվել են տասնյակ բնակավայրեր։